Ամպեր են կուտակվում Փաշինյանի խաղաղության կապույտ երկնքում։ Վերջին մեկ ամսում 4 անգամ իր զորքը պայմանական մարտադաշտ է հանել Ադրբեջանը։ Մայիսի 2-ին է ավարտվել թուրք-ադրբեջանական արծիվ 2026 զորավարժությունը։ Սա տարածաշրջանային խաղաղության պատրաստվող երկրի վարք չէ, մտահոգ են մեր երկրում։ Վայնա, գրիվ։ Երևի պատերազմի է պատրաստում, ուրիշ ինչ կարա լինի։ Չի կարելի մտածել, որ անպայման պատերազմ պետք է լինի, նոր զորավարժություն անել կամ բանակը բերել հավուր պատշաճի։ Կարող է Ադրբեջանը Թուրքիայի հետ զորավարժությունը անում իրար հետ են կռվել, պարզ չի։ Սա մեր երկրին նայում եմ, որ ոնց որ ոնց ասեմ ձեզ, մի քաղցր կտոր ուտել են պատրաստում են, որ ուտեն այս երկիրը։ Պատահականություն է, որ թուրք-ադրբեջանական արծիվ անունով զորավարժություն Ադրբեջանը Թուրքիայի հետ անցկացրել էր նաև 2020-ին, 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ։ 2022-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծած երրորդյա պատերազմից մեկ շաբաթ առաջ։ Տարածաշրջանում խաղաղության հաստատման, թե ռազմական սերտ համագործակցության ճանապարհով են գնում Ադրբեջանն ու Թուրքիան։ Ավագ եղբոր աջակցությամբ Ալիևը շարունակում է զորքերի մարտական պատրաստականության կատարելագործումը։ Հատկապես այս ապրիլին է թուրք-ադրբեջանական ռազմական ակտիվությունը կտրուկ աճել։ Ապրիլի 3-ին Կարսում անցկացվել է Հեյդար Ալիև 2026 ցամաքային զորքերի համատեղ զորավարժությունը։ Նախիջևանի ստորաբաժանումների մասնակցությամբ էլ այդ օրերին Սարիղամիշում անխախտ եղբայրություն զորախաղեր են եղել։ Ադրբեջանական բանակի զինծառայողների ևս մեկ խումբ մեկնել էր Թուրքիա, մասնակցելու Ստամբուլում եւ Իզմիրում անցկացված FS 2026 միջազգային զորավարժություններին։ Այսպիսի վարժանքները որպես կանոն նախապես պլանավորված թուրք-ադրբեջանական փուլ առ փուլ կառուցված ռազմական համագործակցության մի մասն են։ Ադրբեջանի նախագահը ռազմական հնարավորություններ է փնտրում նաև այլ երկրներում։ Վերջին տարիներին տարբեր գնահատականներով Ադրբեջանը ձեռք է բերել 6-ից 7 միլիարդ դոլարի սպառազինություն Պակիստանից, Իսրայելից, Սերբիայից, այլ պետություններից։ Ռազմավարական փոփոխություն էլ կա Բաքվի ռազմական քաղաքականության մեջ։ Բաքուն ոչ միայն գնում է զենք, այլ փորձում է աստիճանաբար ներթափանցել ռազմաարդյունաբերական շուկա ու ամրանալ այնտեղ։ Ռազմական փորձագետները նկատում են, որ Ադրբեջանը փորձում է հասնել ռազմական արտադրության ինքնաբավության մակարդակի։ Այս շաբաթ Ադրբեջան մեկնած Չեխիայի վարչապետի հետ է Ադրբեջանի նախագահը քննարկել համատեղ զենք արտադրելու հնարավորությունը։ Ադրբեջանը Չեխիայից գնում է պաշտպանական արտադրանք, այժմ մենք քննարկում ենք նաև համատեղ արտադրության հնարավորությունները։ Ալիևը չի էլ փորձում հրաժարվել իր զինանոցը մեծացնելու ծրագրերից, խաղաղության մասին խոստումներին զուգահեռ։ 2026-ին Ադրբեջանի պաշտպանական բյուջեն մոտ 5.1 միլիարդ դոլար է։ 2025-ի համեմատ 187 միլիոն դոլար ավելի։ Գաներ Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր Կիրակի։